Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, երբ որ ինչ-որ մի զորավոր թշնամի ուզում է ամրոցներ գրավել, նստում է ու քննում է։ Տեսնի, որ ամրոցին ինչքան զորք տրամադրի, ինչքան ժամանակ, ինչքան ուժ գործադի, որ գրավի։ Հետո տեսնում է թույլ ամրոցներ են, որ լավ զորաբանակ չունեն, պահակազոր չունեն, պաշտպանություն չունեն, պարիսկ չունեն, ուժ չի գործադրում։ Եվ հատկապես եթե մեջը դավաճաններ կան, լրտեսներ կան, ասի ներսից քանդված այդ ամրոցը, դրա վրա ուժը չի գործադրում ընդհանրապես։ Ասում է երբեք գրավեմ։ Բայց այն ամրոցը, որ ներսից դավաճաններ չունի, ուժեղ զորք ունի, պահակազոր ունի, բարձր պարիսկներ ունի, ամբողջ ուժը գործադրում է դրա վրա, որ գրավի այդ ամրոցը։ Ու մի օր չէ, երկու օր չէ, 10 օր չէ, 10 ամիս, 20 ամիս, 40 տարի գործադրում է, որպեսզի գրավի այդ ամրոցը։ Մի հատ հետաքրքիր էսպիսի պատմություն կա հայելի վարություն։ Սատանան նստած է դևերը գալիս է նրա առջև, ամեն մեկը սկսում է իր արածները պատմել։ Մեկը գալիս ասում է. դե հարսանիք էր, ասում է, կռիվ գցեցի, մարդիկ իրար ծեծեցին, ջարդեցին, մարդասպանություն էլ եղավ։ Սատանան չափալոխում է դևին, ասում է, գնա յանի բան ես արել, անպետ։ Մյուսը գալիս է, ասում է, ծովահենների նավ էր, ասում է։ Կռիվ գցեցի այդ նավի մեջ, ասում է, երախափին գցեցի, ասում է, դրանք ծովահեններն վերջի դժոխք են տալու, յանի բան ես արել։ Նա տալիս է վզին գնա, ասում է, գնա, բան չես արել։ Եկել մի հատ խորամանկ դև, սովոսկալով գալիս ասում է, 40 տարի ասում է, մի հատ ճգնավորի դեմ պայքարում էի, ասում է, այս գիշեր գցեցի շնության մեղքի մեջ։ Ասում է, ապրես, գահիցի շում արի, ասում է, արի նստեք, ասում է, արի դու արժան ես իմ փոխարեն դինելու։ Այսինքն, երբ որ մենք թողնում ենք աղոթքը, երբ որ մենք կամաց հեռանում ենք Աստծուց, հա, հետո ուզում ենք վերադառնալ աղոթքի, չարախավոր լարվում է մեր դեմ, բայց հենց մենք չենք աղոթում, չէ։ Սառն ենք, անտարբեր ենք, գաղջենք, մեր դեմ չի պայքարում։ Ասում է, լավ ասեց, թող սենց էլ մնա։ Որտեվ ինքը որի Աստծուց հեռանա, իրան ես մեկից մեկ կվերացնեմ։ Թող մենակ շատ հեռանա Աստծուց։ Աղոթքից հեռանա, Աստծուց հեռանալ է նշանակում։ Հա? Աստված պաշտությունից աղոթքից հեռացա, Աստծուց է հեռանում։ Ամեն օր աղոթք չարեցիր, ջերմերանդ։ Կամաց սառում ես, հաղորդություն հատկապես արժանավորապես, եթե երկար ժամանակ չես ճաշակում, չգիտեմ, ամիս կամ 2-3 ամիս կամ եթե մի տարի չես ճաշակում, ու մեռած ես։ Եվ շատ ես հեռանում Աստծուց։ Եվ ինքը քեզ ձեռ չի տալիս։ Ասում է շատ լավ, կամաց ներքաշում է մեղքերի մեջ վերջում։ Անպայման մեղքերի մեջ մի անգամից չի անելու։ Հերթով, ծխել, խմել, խաղալ, շլանալ, հերթով, քայլալ, քայլ տանելու է, բայց ոչ աղոթքի մեջ։ Կսպասի մի քիչ աղոթքից կհեռանաս նոր։ Եվ երբ դու կանգնես աղոթքի, ուժեղ պատերազմա քո վրա գալու, ահավոր պատերազմա գալու, որտեղ դու իրան ձեռնոց ես նետել։ Պատերազմ ես հայտարարել չարին, աղոթք նշանակում է պատերազմ չարին։ Ջերմերան տաղը, պատերազմ ես հայտարարել չարին, իր դեմ ես ելել, Աստծո զորությամբ, քո դեմ նայել, բայց թե ոչ ոք չի կարող։ Քանի որ մեկները մեզ հետ արնենք կհաղթենք չարին։ Աստծո ողորմությամբ մնում արթուն լինի։ Որքան Աստծուն մոտ, որքան աղոթքի մեջ, այնքան ուժեղ զորավոր։ Որքան աղոթքից հեռու Աստծուց հեռու, այնքան թույլ ու տկար։ Չարի կեր։